Գրիգոր Տաթևացին խոսում է մեղքի աստիճանների մասին։ Ինչպես է մարդու մեջ մեղքը բնավորվում, ինչպես է մարդը մեղքը գործում եւ մինչեւ ուր կարող է հասնել մեղքը։ Ասում են, որ մեղքը 7 աստիճաններ ունի։ Առաջին աստիճանը միտքն է, հա։ Իրականում մեղքը ընդհանրապես տեղ չունի մարդու մեջ, որտեղ Աստված մարդուն սուրբ է, մաքուր է ստեղծել, եւ այդպեսին էլ կա իր էությամբ։ Հոգին պարզ գոյացություն է, պարզ, հասկանում ես, մաքուր։ Ոնց որ դու ձյան վրա բռնես, ձյութ լցնես։ Ձյութը հետ չի համակերպում ձյան հետ։ Որտեղ ձյունը ինչպեսին է, ինքը մաքուր է, եթերային է, փափուկ է, թեթև է։ Ձյութը ճիշտ հակառակն է։ Խիտ է, սև է, կեղտոտ է, գարշահոտ է, ծանր է։ Այդպես էլ մեղքը հոգու հետ չի համակերպվում։ Ինքը ոնց որ սենց ընկնում սկսում է վառել, տանջել, չարչարել մարդու։ Հա, բայց տեսեք, եկեք ու տեսեք, որ սատանան այնպես կարա խափի մարդուն, այնպիսի հնարքներ կարա գոյացնել, որ ասի գիտես, ձյութն ու ձյունը երկուսն էլ ձեյով է։ Ձյութ, ձյուն, մի տարբերություն։ Այդ մի տարն էլ հանես կդառնալու ինչ տարբերություն։ Բայց ձյութն ու ձյունը ընդհանրապես չեն համակերպում ոչ մի կերպ։ Այն մեկը ծանր է, կեղտոտ է, գարշահոտ է, այն մեկը անուշ բուրմունք ունի, հոտ, մաքուր ունի, սուրբ է, թեթև է, նայում ես թափանցիկ այդպեսին է մարդու հոգի։ Այդպես մարդը այնքան է մտքի վրա ազդում մարդուն, մտքի, աչքի, զգայարանների վրա այնպես է ազդում, սենց ազդում։ Համոզում է, որ ձյութը ձյուն է։ Այսինքն առաջին աստիճանը միտքն է։ Մտքի վրա սկսում է ազդել եւ մտքից ուզում է մի քայլ էլ առաջ գնա։ Մտքից մի քայլ առաջը դա կամքն է։ Այսինքն ուզում է, որ դու ցանկանաս այդ մեղքը, կամենաս, կանաչ լույս տաս մեղքին, բացես քո դռները։ Ես քանի դու քո դռները չես բացել, սրտի դռները, մտքիդ խորհուրդների, քանի դու չես բացել, այդ մեղքը քոնը չի։ Փակ է քո համար, ինչքան էլ մտքիդ մեջ եկավ, դա երազ է, եթեր է, մտապատկեր է, երևակայություն է, օդի մեջ է։ Եվ եթե դու սիրտը ձիք ես պահում, ամուր ես լինում, չես թուլանում, չես հեշտանում, մեղքը ասում են հեշտություն, չէ, հեշտություն, գրափարում ցանկասիրությունը հեշտություն է։ Ձիք ես պահում դուք ես, չի կար անցնի։ Սատանան գիտեք, չէ, առանց մեր թույլտվության, առանց մեր կամքի մեզ ոչինչ չկար անել։ Աստվածադիր օրենք է։ Եթե մենք մեղքին ասում ենք ոչ, սատանան սուս վախենը փախչում է։ Մեր կամքը շատ հզոր զենք է մեր ձեռքին, բայց սատանան ուզում է մեր զենքը խլի, մեր կամքը մեզանից վերցնի։ Երբ որ մենք մեղքին ասեցինք այո, այսինքն մտքից թույլ տվեցինք մտավ սիրտ, արդեն մեր տունը այդտեղից սկսում է քանդվել։ Այսինքն մեր զենքը տալիս ենք մեր թշնամուն, ասում ենք մեզ խոցի, մեզ սպանի, մեզ ոչնչացու, եւ ինչ որ ես հիմա ասում եմ ձեզ, շատ նուրբ է տեղի ունենում։ Բայց շատ հստակ է տեղի ունենում։ Ում համար է հստակ տեղի ունենում։ Ով որ միտքը մաքուր է պահում, ով որ ուշադրություն է տալիս, դարձնում մտքի սրբությանը, մաքրությանը եւ տեսնում է չարի մուտքը, հա, չար խորհուրդների մուտքը։ Իսկ ով որ չար խորհուրդներին տեղիք է տալ իր մտքի մեջ, հա, այսինքն իր մտքի մեջ ոչ թե միայն մեկ չար խորհուրդ է, այլ խառնաշփոթ է, խավար է իր մտքի մեջ, հա, այնքան խորհուրդներ, այնքան գայթակղություններ, այնքան գովազդներ մտքի մեջ լի է, կամքը իր համար արդեն թույլ է։ Ինքը շատ չի մնա, այսինքն այնքան մի քանի դռներից ինքը կփորձի մտնի սատանան,
Այս մեկով չմտավ մյուսով կփորձի, մյուսով այնքան կփորձի տարբեր կերպերով մեղքի գայթակղություն չի կերակուրի գայթակղությունը, ավտոյի գայթակղությունը, տան գայթակղությունը, փողի գայթակղությունը, հա? Այսինքն բազմաթիվ կողմերից կփորձի, որտեղ այն մարդու մեղավոր աշխարհային Քրիստոսավետարանում ինչ ասում, զգույշ եղեք, որ ձեր սիրտը չծանրանա այս աշխարհի հոգսերով եւ շվայտությամբ, հարստությամբ, պատրանքներով։ Մի ծանրացեք ցես դրանցով, որտեղ դրանք ողտորում են ձեր միտքը ու մի դռնով անպայման ինքը կմտնի։ Այսինքն ոնց էլի մեկին կասես, այո, արի, ներս մտի, կմտնի սիրտը։ Որ սիրտը մտավ, արդեն ինքը թշնամին եթե դրսում էր, թշնամին հեռու էր քեզնից, դու տեսնում էր, զենքն քո ձեռքին էր, գալիս էր խփում էր, գնում էր, փախնում էր։ Բայց հիմա զենքդ վերցել է, մտել է քո տունը։ Էլ զենք չունես որ խփես, մեկ, ինքն էլ քո մեջ է, թիկունքից արդեն ծիծաղում է ինքը քո վրա։ Ճիշտ է, այս պատերազմի պատմությունը չէ։ Մեր հեռու էր մեզնից, զենքը մեր ձեռքին էր, հա խփում էինք։ Հիմա էլ զենք վերցրել մտել մեր տարածք։ Էլ չենք կարող խփենք։ Նմանա չէ։ Շատ։ Ճիշտ է, այդպես էլ մեղքը մտնում է մեր մեջ, մեր սրտի մեջ, մենք ենք թույլ տվել։ Մենք ասել ենք այո մեղքի։ Ու ինքը բնավորվել է մեր սրտի մեջ։ Ինքը ծիծաղում արդեն մեր վրա, հա? Եվ թե մենք մեր սրտին էլ ուշադրություն չենք դարձնում, հա? Անընդհատ մեղքը ցանկանում ենք ասում։ Պողոս Արաքյալն ինչ ասում, ավելի լավ է ամուսնանալ, քան կրքով այրվել։ Ինչ է ուզում ասել։ Ուզում ասել ավելի լավ է մարդը ֆիզիկական հարաբերությունն է, քան մեղքը դարձնի բնավորություն իր սրտի մեջ։ Բացություն լինի իր միտքը, այսինքն ավելի կարևոր է սրտի սրբություն, մաքրություն, որը մենք չենք պահում։ Եթե սիրտը անընդհատ ցանկության մեջ է լինում, տարբեր տեսակի կլինի այդ ցանկությունը։ Ամեն տեսակի գայթակղություն կայս աշխատում։ Եվ յուրին մարմնով պետք է գործի։ Իսկ մարմնում երբ որ գործում արդեն մարմինը հակում է, մարմնի սովորությունը շատ դժվար է հաղթահարել։ Ինչքան մենք մեղքը թույլ ենք տալիս, այնքան իր մեր մեջ բնավորում է եւ այնքան դժվար է իրեն հանելը։ Ճիշտ նույն զուգահեռ անցկացնեմ։ Հեռու էր, մի հատ պոստ էինք դնում, մտավ մեր մեջ, արդեն 1000 հատ պոստ պետք է դնես։ Ու միշտ արթուն պետք է լինես։ Ու պահագալի էլ հնար չկա իրան կանգնեցնել։ Ինքը կավերածություն կքանդի կգնա ինչպես այսօր։ Հասկանում ես։ Ճիշտ էսպես էլ մեղքը բնավորվեց մեր մեջ։ Ես դու չխփին, դու կխփի։ Անընդհատ խփելու է մեզ, մեղքը մեր մեջ է արդեն։ Եվ եթե մարմնավոր է այդ մեղքը դառնում, ինքը հակում ունի սովորություն դառնալու։ Մեկ անգամ մարմնով գործված մեղքը, հիշեք, ուզում է էլի, նորից է ուզում, ինքը մի անգամով չի բավարարվում։ Եթե 2, 3, 4, 5 է դառնում է սովորություն դարձած մեղքը ուզում է բազմազանություն։ Ոչ միայն քանակով չի բավարարում, այլ որակով էլ չի բավարարվում։ Բազմազանություն է ուզում, հա? Ասում հոգնեցինք, մի քիչ ուրիշ ձևեր գնալ։ Ինչպես այսօր տեսնում ես, այնքան տեսականի կա մեղքերի, ինչպես կերակուրների տեսականի կա, ինչպես զգեստների տեսականի կա, ինչպես արթուզարդի, մեքենաների, տների, հաճույքների տեսականի կա, այնպես էլ մեղքի տեսականի կա, շատ։ Բոլոր ճաշակների, բոլոր նախասիրությունների համար մեղքեր կան, ինչքան ուզես, ես չես ուզում, կապույտը դուրը չի գալիս, մանիշակագույնը վերցրու, կարմիրը դուրուչում է, վարդագույնը վերցրու, հասկացար, այսինքն այնքան մեղքերի տեսականի կա, ասենց վխտում է, վետես մեղքը սկսում է բնավորվել մեր մեջ, դառնում է սովորությունը գիտեք ինչ է, ասում է սովորությունը երկրորդ էություն է, հասկացար, մեղքը դառնում է էություն, եթե մի բանի մարդը սովորեց, արդեն էություն է դառնում,
Իսկ էությունը գիտես, մեր էությունը Աստված է։ Մենք Սուրբ Հոգու տաճար ենք։ Իսկ եթե մեղքը դառնա մեր էությունը, ուրեմն մենք Քրիստոսին հանեցինք մեր միջից, վտարեցինք, սատանային բերեցինք, նստացրինք մեր մեջ, ասեցինք դու դարձի մեր էությունը։ Եվ եթե սովորություն դարձավ, եւ մենք այլևս չենք կարողանում պայքարել մեղքի դեմ, կամ էլ չենք էլ հասկանում, չենք կարողանում, թե չենք ուզում։ Ուզելն ու կարողանալը սենց խախտվում է մեր մեջ, գիտես, հոգեկան ինչ-որ մի բալանս ընկնում է, հավասարակշռությունից մենք ընկնում ենք, էլ չենք հասկանում, ուզում ենք մեղքը գործել, թե չենք ուզում, կարող ենք գործել, թե չենք կարող գործել, այսինքն կամքն էլ արդեն են զորավոր զենքը նախ տվեցինք թշնամուն, հետո էլ չենք էլ կարողանում հետ վերցնենք այդ զենքը, էլ կամքը մեր հետ չի, այսինքն իրա ձեռը կամքը, երբ որ դու ասում ես չէ, սենց ես ասում, չէ, էլ չես ասում, չէ, որտև ասում ես չէ, ինքս ծիծաղում է, հա, չէ, դարիստ է, այս է ցայնքը մեր հետ, հասկացաք ինչ եմ ասում, արդեն մեղքը դառնում է մեր էությունը, մեր կամքը մերը չէ, պատճառով է Քրիստոս ասում, որ մինչև դու քո կամքը չուրանաս, չես կարող իմ ծառան լինել, մինչև քո կամքը չխլես սատանայից, չհանձնես ինձ քո կամքը, չես կարող իմ ծառան լինել, և չատեղ է ունենա, այլևս մենք իզորու չենք, որևէ կերպ մեղքի դեմ պայքարել, մեղքի ծառային դարձել ու մեղքը մեզ ստիպում է մեկուսանալ, հեռանալ, ինչից մեկուսանալ, Աստծուց շուտ ենք հեռացել, մեղք գործել Աստծուց հեռացել ենք, այ մեր բարի շրջապատից ենք հեռանում, մեր բարեկամներից ենք հեռանում, հա? Քո սիրելի մարդկանցից, իքը ասում է, այդ աղբերդ, որ քո կողքին կա, այն իհա քեզ ասելու է, հերիք ծխես, այդ նարկոտիկը մի օգտագործի, հերիք խմես, անընդհատ քեզ ասելու է, անընդհատ քեզ հիշեցնելու է, ոնց որ քո վերքը անընդհատ ծակելու է, քեզ դա, այնի քո թշնամին է քո աղբերը, մեր բարեկամներին դարձնելու է չարական, մեր չարակամներին դարձնելու է բարեկամ, ասելու է նա քո եղբայրը չի, քո եղբայրը գիտես ով է, այն նարկամանն է քո աղբերը, այն հարբեցողն է քո աղբերը, այն քո լավն է ցանկանում, այ գնդու գնա նրա մոտ, և այդպես քեզ կտրում այդ շրջապատից, իրական քո բարի կամեցողների շրջապատից, քեզ տանում է այն շրջապատ, որտեղ քեզ չեն հանդիմանի այլևս, քեզ չեն ասի, որ գիտես ինչ կա, մեղքը մեղք կա, կասել մեղքը մեղք չի, այսօր ամբողջ բժշկություն, ամբողջ աշխարհը խելագարվել է, ասում է մեղք մեղք չի դա, գլխի վրա շուռ եկած է, մեղքը մեղք չի, ով ասել որ մեղքը մեղք է, այդ որտեղ է գրած, Աստվածաշնչում, հորինած բան Աստվածաշնչ, պատվիրաններ չկան, ինչ պատվիրան, և այսպես կամաց հեռացնում է մեզ բարեկամներից, տանում գցում չարակամների շրջապ, և ի վերջո մենք ինչ ենք դառնում, դառնում ենք քարոզիչ մեղքի, վերջին աստիճանը, այնա որ մենք ոչ միայն ինքներս ընկնում ենք այդ շրջապատ, այլ ուրիշներին են գրավում, այս պատճառով է ասում, վայ նրանց, որ գայթակղեցնում են, վերջին աստիճանի համար է Քրիստոս ասում, վայ է տալի, ավելի լավ է էշի երկանակար կախվի, գցվի գետը, այրվի, այսինքն երբ որ ոչ միայն ինքնա մեղքի, ոչ միայն մեղքի շրջապատ, այլ ուրիշներին է ներգրավում, ներքաշում է, գիտես, երբ որ մարդը դժոխք է ապրում, երբ որ մեկը տեսնում է, որ դժոխք չի ապրում, նա խանձում է, բռնում է ոտից, ասում է, ո՞ց թե, դու կրակի մեջ չես վառվում, արիստ է, Փարիսեցիների նման չէ, այսինքն, երբ որ մեկը մի քիչ խաղաղություն, երջանկություն, սեր է, չէ՞ տեսնում, մեղավոր մարդը, այսինքն մեղքին ցանկությանը սովորած մարդը, մի մաքուր ինչ որ մեկին որ տեսնում է, ուզում է գայթակղեցնել,
Ինչա ուզում գայթակղեցնի։ Որ ինքը մենակ չեն։ Որ ինքը որտեվ իր խիղճ իրեն հանդիմանում է, որ ինքը չհասկացավ սերն ինչա։ Գնաց աղբի հետևից, բայց կողքի երբ որ մի մաքուր սեր է տեսնում, չի կարողանում այդ մաքրությունը հանդուրժել։ Ուզում է տրորի, ուզում է ոչնչացնել։ Ոչ մի մաքրություն իր կողքը չի լինում։ Եվ ինքը դառնում է քարոզիչ, վերջին աստիճանը մեղքի սա է, որ ինքը ուրիշներին իր հետ տանում է դժոխք։ Ինքը չի կարողանում դժոխքից ինչպես սատանան։ Նախանձեց Ադամին եւ Ադամին հետը տարավ դժոխքը։ Բայց փառք Աստծո, որ մեր Տերը Հիսուս Քրիստոս հանեց Ադամին դժոխքից։ Քրիստոս չլիներ Ադամը դժոխքից դուրս կգար, դուրս չէր գա։ Պես էլ ոչ մեկ վստահ թող չլինի, որ Աստված ողորմած է, Աստված ողորմած է զղջացող մեղավորների համար, բայց անզեղջ մեղավորների համար ինչ ողորմություն, եթե ինքը զրկվում է, հրաժարվում է Աստծո ողորմությունից։ Այսօր օրինակ այսօր մենք եկանք ստեղ ու մեզ այնքան մեղավոր ենք զգում, ասենք ճիշտ է մենք քաղաք գնում ենք պատարակների ամեն կիրակի մասնակցում ենք Սուրբ Աման պատարակին, բայց այս զղջումը, այս հոգեվիճակը, որ ստեղ ունեցանք, չունենք ընդեղ, էլի, չենք ապրում այս ոնց որ ստեղ մի ուրիշ ձևի հասկացանք մեր մեղավոր լինելը, մեր ոնց ասեմ, ոնց որ սեփության դիմաց գալիս է մարդը, ոնց է իրեն զգում, այն ամենավերջին մարդն է զգում, որ ինքը ոչ արդանալու միջոց ունի, մենակ ասում է, ստեր ողորմիր էլի, մենակ այդ ենք կարող ասենք, որ sense թեթևանանք, իրոքից sense մեզ շատ վատ ենք զգում, բայց մտածում ենք, որ պետք է ինչ-որ մի քիչ բան անես, լավ զգենք, բայց էլի լավ ենք, փառք ասում, որ այդ դրա միջոցով դեռ լույսը չի ընկել սենյակում։ Սենյակի պարունակությունը չի երևում։ Լույսը երբ որ ընկնում է, լավ էներ, եթե ցերեկային լույսը ընկնում։ Օրինակ այս գիշերային լույսը փոշեհատիկները չեն երևում։ Ամենաշատը սեղանն է երևում, մաթոռն է երևում, բաժակն է երևում, պատերն են երևում։ Բայց երբ որ ցերեկային լույսը ընկնում, արևի լույս, փոշեհատիկներին է, արևի լույսի տակ փոշեհատիկներն են երևում։ Այդպես էլ երբ որ մենք աշխարհի կյանքով ենք միայն ապրում, առանձնություն չենք ունենանում, աղոթք չենք անում, մեր հոգու խորքը չենք մտնում, չենք տեսնում, հատկապես այսօրվա կյանքը ռոբոտական կյանք։ Ոչ մի կերպ դու չես կարողանում աղոթքի բովանդակության։ Դրա համար քրիստոնյաները պետք է ժամանակ առ ժամանակ վանքեր գնալու, առանձնանալու, նորոգվելու հնարավորություն ունենան անհրաժեշտ։